Լոռու կանաչապատ սարերի մեջ, որտեղ քամիները խոսում են սարը պահող հին լեգենդներով, կանգնած է Ծաղկաբերդի Սուրբ Հովհաննես մատուռը։ Այն նման է լուռ պահապանի, որը հսկում է ոչ միայն գյուղը, այլև ամբողջ Փամբագի լեռնաշխթայի խաղաղությունը։ Մատուռը կառուցվել է դժվարամատչելի բարձրունքի վրա, այնտեղ, որտեղ մարդու ոտքը հազվադեպ է բարձրանում, բայց հոգին միշտ։ Ամբերի մեջ խլացած այս փոքրիկ սրբավայրը տարիներ շարունակ դիմակայել է բնության ուժերին, ցրտին, ձյունին ու քամիներին, բայց մնացել է կանգուն, ինչպես հավատը, որ չի կոտրվում։ Դե մատուռը հայտնի է վաղուց, շատ գեղեցիկ տեղ է, ինքը բարձր սարի վրա, խաչքարերով շրջապատված։ Մի քանի անգամ եղանք այստեղ ճավախքից ուխտավորներով։ Ամենատպավորիչը ճանապարհը, որ ոտքով բարձրանում ես։ Ոտքով, աղոթքով, ուխտավորներով բարձրանում ես Սուրբ Մատուռ։ Պատմում են ժողովուրդը, որ բազմաթիվ հրաշքներ են այդ մատուռի հետ կապված, ուխտավորներ տեղի է ունեցել։ Մենք էլ գնացինք, մեր ճանապարհը ոտքով, քայլելով բարձրացանք, բավականին երկար ճանապարհ է, բայց հաճելի։ Աղոթքով այդ ճանապարհը ուտեսանք բազմաթիվ ուխտավորներ, որ գնում են, եւ միասնական այնտեղ մենք աղոթք բարձրացրեցինք, աղոթեցինք Աստծուց, խնդրեցինք, որ մեզ օրհնի եւ ուխտավորներին էլ օրհնեցինք, իբրև հոգեվորական մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված, ուխտը կատարեցինք, այդ ուխտի ճանապարհը, այսինքն նորոգության ճանապարհը անցանք, հա։ Այդ նորոգության ճանապարհը անցանք աղոթքով ու մեծ տպավորություն եւ բազմաթիվ մեծեր, երիտասարդներ, երեխաներ մեծ ոգևորվածությամբ բարձրանում էին ոտքով սարը։ Սարը շատ դժվար է բարձրանալ ոտքով, բայց հաճելի ճանապարհ է։ Դա է եւ ու այնտեղ չկա ժամանակ, որ մարդիկ չբարձրանան։ Ու շատ մեծ թվով մարդիկ են բարձրանում այնտեղ եւ հետաքրքիր խաչքարերով պատված, հա, մատուռ է։ Միակ ափսոսանքս, որ այդտեղ այնքան մոմավառությունը շատ է, որ ամբողջը ծխով պատված է մատուռի մեջ։ Դա պետք է մտածել, մաքուր պահել եւ այդ մաքրությունը, որ մենք ոչ թե քարերն ենք պաշտում, այդ ճանապարհը, որ անցնում ենք աղոթքով ու Աստծո ներկայությունը, որտեղ կա։ Եվ այդտեղ պետք է մաքուր պահվի եւ այդ խաչքարներն էլ զորություն են բերում, նաեւ այդ սարին են։ Սա է իմ տպավորությունը, իմ զգացմունքները անցած ճանապարհը։ Սուրբ Հովհաննեսի մատուռը գտնվում է ուժեղ սեյսմիկ կոդում։ Փոքրիկ քարաշեն շինությունը բազմիցս զգացել է ցնցումների դողը, քարերի սրընթաց ջաքը, քամիների գոռոզ հևքը, որոնք կարծես փորձում էին փորձության ենթարկել սրբավայրը, սակայն ամեն անգամ, երբ լեռը դողացել է, մատուռը մնացել է իր տեղում, լուռ աղոթքի նման։ Գյուղի մարդիկ ասում են, հենց մատուռն է պահպանում իրենց եւ ոչ թե իր գոյությունն է կախված լեռան վրա։ Նրա կարմիր խաչքը դարեր շարունակ եղել է այն լույսը, որին նայում են քաջերի ու հավատացյալների սրտերը։ Ուրեմն ինչպես գիտենք, Սուրբ Հովհաննեսը գտնվում է Հայաստանի սահմաններում։ Այնտեղ շատ մարդիկ են գնում իրենց նպատակները իրականացնելու համար եւ մեծ հույս ունենալով, որ իրենց երազանքները իրականացվի։ Որովհետեւ այնտեղ շատ են զորությունը, կան մարդիկ գնում են առողջություն ձեռք բերելու համար, որպեսզի առողջություն իրենք ունենան։ Մարդիկ կան գնում են ամուսնանալու նպատակով, երեխա ունենալու նպատակով եւ այդ Սուրբ Հովհաննեսը իր զորությունը ցույց է տալիս եւ ապացուցել է բազմիցս անգամ, որ իրոք Սուրբ Հովհաննեսը իր զորությամբ օգնում է յուրաքանչյուր մարդուն, ով մտնում է իհարկե հավատքով։ Յուրաքանչյուր տեղ, որ գնում ես, պետք է նախ եւ առաջ ունենաս հավատք։ Եթե հավատք ունեցար, ինչքան ուզի Սուրբը լինի զորավոր, չի օգնի, որովհետեւ մարդու ցելը պետք է զգա այդ ամեն ինչ, որ յուրաքանչյուր մարդ իր հավատքով Աստծուն համարմոն բարի, իր համարմոն բարի, որպեսզի Աստված իր նպատակները կատարի։ Քանի որ Աստված ինքը զգում է, թե ով է հավատում, իսկ ով ոչ։ Սուրբ Հովհաննեսի մասին շատ պատմություններ եմ լսել, շատ, օրինակ կան թալիսմաններ, որը մարդիկ իրենց նպատակը
դնում են եւ թալիսմանը կախում են իրենց վազերը, ինչու՞ չէ կան նաեւ տարբեր իրեր, որոնք տուն են տանում եւ հույս ունենալով որ դա զորավոր է եւ կիրականացնի իրենց հաջողությունը, իրենց ֆինանսը, ամենակարևորն այն է որ շատ ուրախ ենք որ նմանատիպ վայրեր կան, շատ ու շատ տեղեր կան Հայաստանում, Ջավախքումեր կա, պետք է գիտենալ տեղը եւ հավատքով գնալ, ամենակարևորը դա է եւ ասած բոլորից թող պահապան լինի։ Այսօր Սուրբ Հովհաննես Մադուռը ոչ միայն աղոթքի եւ ուխտագնացության վայր է, այլև Ծաղկաբերդի մշակութային ժառանգության անբաժանելի մաս է։ Գրանցված է գյուղի անշարժ հուշարձանների ցանկում, որպես հիշողություն, կամուրջ անցյալից դեպի ապագա։ Այստեղ եկող յուրաքանչյուր ուխտավոր իր սրտում տանում է լեռան լռությունը, քամու պատմությունները եւ աղոթքի պարզությունը։ Սրբի լեռան գագաթին կանգնած այս մադուռը նման է հավերժ ճրագի, հիշեցնելով, որ հավատը կարող է դիմանալ քամիներին եւ ժամանակի անողոք ընթացքին։